Բարի գալուստ Phoenix Trading ալիք, որտեղ ես ոչ միայն ձեզ տալիս եմ թեորիան, այլ նաև ամեն օր ցույց եմ տալիս ձեզ հարյուրավոր գործարքներ, արդեն իսկ մեր ալիքում կա հարյուրավոր գործարքներ։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է trading լրիվ անվճար։ Եկեք այսօր նույնպես կատարենք գործարք եւ ես կփորձեմ ամենամանրակրկիտ ձևերով ձեզ բացատրել, թե ոնց կարելի է փակվել պլյուս այս դժվար trading-ում։ Իհարկե, դա առաջին հայացքից կթվա թե դժվար է, բայց իրականում աշխատող տրեյդերների համար ընդհանրապես դժվար չէ։ Իմ շատ սիրելի տրեյդերներ ջան, նայեք, ես գտել եմ սիտուացիա, որտեղ ինչ պիտի անեմ ես հիմա։ Առաջին հայացքից ձեզ կթվա, թե դուք պետք է այստեղ կատարեք վաճառք, բայց ես կատարում եմ գնում։ Հիմա կասեք, ինչու ես դու կատարում գնում, չէ՞ որ այստեղ թրենդ է դեպի ներքև, այսինքն իջնող թրենդ է։ Եկեք կատարենք վերլուծություն, հիմա նայեք։ Եթե ես լինեի սկսնակ, ապա ես այստեղ միանշանակ կկատարեի վաճառք։ Նայեք, վաճառք թրենդով։ Բայց ինչու չեմ կատարում, կասեք ինձ։ Իհարկե մենք գիտենք, որ թրենդը մեր ընկերն է, բայց միայն թրենդի վրա հույս տնելը միանշանակ սխալ է։ Ինչու ես այստեղ չեմ կատարում վաճառք, այլ կատարում եմ գնում, եկեք մի հատ հասկանանք։ Ես ուզում եմ այստեղ գտնել հատված, այսինքն չկա այստեղ նորմալ դիմադրության հատված։ Ես ուզում եմ գտնել հիմա հատված, եկեք տեղափոխվենք 1 րոպեանոց գրաֆիկը։ Նայեք, հիմա ես ուզում եմ ձեզ ցուցադրել։ Հիմա դուք կասեք ինձ, որ այստեղ կա լավ հատված, չէ՞։ Եվ այստեղից պետք է կատարել վաճառք։ Բայց ինչու եմ ես կատարում գնում, կասեք ինձ, մի հատ ասեք։ Չէ՞ որ հիմա դուք ինձ կասեք, թրենդը դեպի ներքև էր։ Դուք ինձ կասեք, կա հատված դիմադրության լավ։ Բայց ինչն ենք մենք բաց թողնում, եկեք մի հատ հասկանանք ինչն ենք մենք բաց թողնում այստեղ։ Եկեք մի հատ հասկանանք մոմային վերլուծությունը։ Չէ՞ որ մոմային վերլուծությունը նույնպես կարևոր է։ Եկեք հլը տեսնենք։ Ինչ եմ ես այստեղ տեսնում։ Հլը նայեք։ Տեսնում եմ ես փոքրիկ կարմիր մոմ, հոկր մոմ է։ Եվ տեսնում եմ ես մեծ կանաչ մոմեր, նայեք։ Այսինքն, եթե մենք հիշենք մեր այն հիմնական կանոնները թրեյդինգի, երբ որ մեր մոմը հասնում է հատված, նայեք, հասել ենք մենք հատվածի։ Մենք ունենք փոքր ստվերներ, եկեք նշենք փոքր ստվերները։ Մոմը մեծ է, երբ որ հասել ենք մենք հատվածի, ինչ պետք է անի այս մոմը։ Կամ պետք է կոտրի եւ բարձրանա վերև, կամ պետք է իջնի ներքև, չէ՞։ Բայց երբ պետք է կոտրեր, երբ որ մոմը մեծ էր, ապա նա պետք է կոտրեր եւ այստեղ մեր մոտ կանաչ մոմը մեծ է։ Եվ ես արդեն իսկ հասկանում եմ, որ այստեղ ավելի շատ հավանական է, որ մենք կկոտրենք եւ կբարձրանանք վերև։ Եկեք հիմա նայենք, իմ սիրելի դիտորդներ ջան, եթե նույնիսկ միանգամից ես չվերցնեմ պլյուս, ես հասկանում եմ, որ այստեղ մենք պալյուբոմու գնալու ենք վերև, ու ես կաշխատեմ գումար, հասկացեք, որ ես աշխատելու եմ գումար, չեք հավատում, եթե դուք այդքան իմ վիդեոները դիտել եք ու դեռ չեք հավատում, որ ես տիրապետում եմ այս տեղ վերլուծությանը, այս մոմային վերլուծությանը, եթե դուք հլը չեք հավատում, ապա շարունակեք դիտել և վաղ թե ուշ կհավատաք երևի, եթե դուք այն կույր անհավատ մարդկանցից չեք։ Իհարկե վերևում մենք ունենք դիմադրության հատված, որտեղ որ մեզ տալիս են դիմադրություն։ Բայց եկեք չմոռանանք, որ ներքևում մենք ունենք աջակցման հատված, որը որ մեզ կտա ուժ, որպեսզի մենք բարձրանանք վերև։ Հիմա նայեք, մենք հիմա առաջին անգամից չենք կարող, հա երևի վերցրեցինք պլյուս։ Լավ, եկեք ես մեկ անգամ էլ կատարեմ գնում, որպեսզի դուք չասեք, ահա քո բախտը բերեց եւ վերջին պահին դու վերցրեցիր պլյուսը։ Ոչ, ես կապացուցեմ ձեզ, որ նույնիսկ եթե իմ բախտը չբերի, ես մեկը կփակվեմ պլյուս։ Հիմա եկեք հասկանանք ինչու եմ ես միշտ փակվում պլյուս։ Նախ առաջինը, ես տիրապետում եմ թրեյդինգում գիտելիքների։
Երկրորդը, ես ունեմ մեծ փորձ, տարիների փորձ, եւ եթե ես ասում եմ 3 տարի, ինչ որ մեկը ասում է 5 տարի կամ 10 տարի, եկեք մի հատ հասկանանք այդ 10 տարվա ընթացքում քանի ժամ է տրամադրել այդ տվյալ մարդը այս մասնագիտությանը, իսկ քանի ժամ եմ տրամադրել ես։ Ես տրամադրել եմ օրական 8-ից 10 ժամ։ Եվ այստեղ արդեն հարց է առաջանում, ով է ավելի փորձառու, ես թե այդ մարդը։ Եվ հետո, էական չէ քանի ժամ եք դուք տրամադրում պրակտիկային, ավելի շատ էական է, թե ոնց եք դուք իրականացնում այդ պրակտիկան, այսինքն միայն կուրորեն պրակտիկա կատարելը, դա սխալ է, միանշանակ, դուք պետք է աշխատեք ճիշտ պետք է կատարեք պրակտիկա։ Հիմա նայեք, ես ձեզ ուզում եմ տալ մի կյանքի խորհուրդ։ Եթե դուք ուզում եք հասնել ձեր նպատակին, կապ չունի տնենք թրեյդինգը մի կողմ, մոռանանք թրեյդինգի մասին։ Եթե դուք ուզում եք հասնել նպատակին եւ այդ նպատակին հասնելը շատ դժվար է, ահա որ դժվար է։ Դուք փորձում եք, չի ստացվում։ Փորձում եք, չի ստացվում։ Նպատակը պետք է լինի ամենակարևորը ձեր համար։ Հասկացեք, հիմա ես ասում եմ $20 մինիմալ բալանս համալրեք, եղեք մեր հղումով գրանցված եւ դուք կհայտնվեք փակ ալիքում։ Ասում եմ, չէ՞, ասում եմ, իհարկե ասում եմ։ Եվ եկեք իրականությանը նայենք այս ձևով։ Եթե ձեզ ասեին, որ եթե դուք չճարեք այդ $20 մինչև օրվա վերջ, ապա վերջ, էլ դուք չեք լինի։ Դուք 100% չէ, 1000%-ով կճարեիք այդ $20։ Այսինքն եթե դա լիներ ձեր համար շատ կարևոր, դուք կճարեիք այդ $20, քանի որ այստեղ միլիոնների մասին չէ խոսքը։ Եվ ես տանել չեմ կարողանում, որ մոդերատորին գրում են ես չունեմ $20, եկեք $10 կատարեմ համալրում, կընդունեք ինձ։ Իհարկե չեն կընդունի։ Եթե քեզ համար փակ ալիք մուտք գործելը այդքան կարևոր չէ, ապա մեր համար էլ կարևոր չէ քեզ վերցնելը մեր փակ ալիք։ Ես ասեմ, փակ ալիքում ես հավաքում եմ մարդկանց եւ հետագայում, եթե Աստված հաջողի, ես հավաքեմ գումար, ապա ես ուզում եմ բացել մի կազմակերպություն։ Այդ կազմակերպությունը ձեր իմացածներից չէ, լրիվ ուրիշ բան է, լրիվ նորություն։ Չի եղել այդպիսի բան։ Եվ եթե ես բացեմ այդ կազմակերպությունը, առաջին հերթին ընդունելու եմ իմ փակ ալիքի մարդկանց։ Եվ ինձ պետք են այնպիսի մարդիկ, ովքեր որ շատ նպատակասլաց են, շատ, գոնե իմ չափ պետք է լինեք նպատակասլաց։ Հիմա եկեք հասկանանք, եթե այդ $20 ձեր համար շատ է, չէ, ասում եք շատ է, ապա թրեյդինգը միանշանակ ձեր համար չէ, հաստատ ձեր համար չէ, քանի որ ես էլի եմ կրկնում, եթե դա լիներ ձեր համար շատ կարևոր, դուք կգտնեիք այդ գումարը, կգտնեիք եւ կհայտնվեիք փակ ալիքում։ Նայեք, մենք կրկին չէ աշխատեցինք գումար։ Այսինքն դուք եթե տիրապետեք թրեյդինգին, նույնիսկ եթե դուք սխալվեք ձեր վերլուծության մեջ, դուք կարող եք փակվել պլյուս։ Նայեք, մենք 100%-ով երբեք չենք կարող ասել, որ իջավ ներքև, պետք է անպայման շարունակի իր շարժումը։ Ոչ, կարող է բարձրանա վերև։ Բայց եթե դուք տիրապետում եք թրեյդինգին, դուք գիտեք, որ այստեղ կլինի հատված, որտեղից որ դուք կարող եք դագոնով աշխատել գումար։ Հասկացաք։ Հիմա նայեք։ 30 վայրկյան եւ հիմա ես կատարում եմ քն։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք թրեյդինգը ունի այսպիսի սիտուացիաներ։ Եվ երբ որ դուք տիրապետում եք թրեյդինգին, դուք արդեն ինքնըստինքյան կարողանում եք հասկանալ, թե որ պահին ինչ պետք է կատարեք դուք։ Որ պահին։ Հիմա այս լարված սիտուացիան եկեք փակվենք պլյուս։ Ահա։ Հիմա արդեն հաստատ պլյուս ենք։ Հիմա նայեք, ես ուզում եմ ձեզ ցուցադրել իմ ծրագրի աշխատանքը։
թե ոնց է աշխատում իմ ծրագիրը։ Ես ուզում եմ գտնել մի սիտուացիա և ցուցադրել ձեզ իմ ծրագրի աշխատանքը։ Ասեմ իմանաք, այս ծրագիրը ստեղծված է սկսնակների համար, որպեսզի մինիմալացնի ձեր ռիսկերը։ Նայեք, GBP out-ը տվեց գնել։ Եկեք գտնենք GBP out-ը, տեսնենք գոնե լինի լավ տոկոս։ Ահա։ Տվեց գնում, չէ՞։ Եկեք ես 5 րոպեով կատարեմ գնում։ 5 րոպեով գնում, իհարկե լավ չեղավ, որ այս մաքսիմումից մենք կատարեցինք գնում, բայց եկեք TradingView կայքը նույնպես բացենք և հասկանանք մեր այս վերլուծությունը։ Մեր ծրագիրը այս GBP out-ը ասեց գնում, ինչու ասեց գնում։ Նա հաշվի առավ շարժումի ուղղվածությունը, նա տեսավ ծավալները, նա նայեց RSI-ին, որը որ նույնիսկ իմ մոտ միացված չէ, նա տեսավ այս մեծ մոմերը։ Այսինքն մեր ծրագիրը այդքան բանը հաշվարկեց։ Եվ կան մարդիկ, որ ուզում են, որ այս ծրագիրը լինի 100%-անոց։ Լսեք, հիմա ես ձեզ մի բան ասեմ։ Եթե դուք թրեյդինգում գտնեք մի pattern կամ ինչ-որ մի ստրատեգիա, որը որ աշխատի 100%-ով, կգրեք մեր մոդերատորներին և ես հենց այդ ստրատեգիան կմիացնեմ այս ծրագրին և մենք կստեղծենք փողի կոճակ։ Բայց ես օֆիցիալ ասում եմ, որ այդպիսի բան ընդհանրապես գոյություն չունի։ Ընդհանրապես չունի այդպիսի բան։ Հիմա մինչ այս գործարքը փակվել է, եկեք ես ձեզ ծանոթացնեմ մեր այս ծրագրին և մեր փակ ալիքին։ Այս ծրագիրը ստեղծված է իմ գիտելիքներով։ Այս ծրագիրը օգնում է ձեզ ձեր վերլուծության կեսից շատը։ Բայց դա չի նշանակում, որ դուք պետք է ձեր ուղեղը անջատեք և կուրորեն կրկնեք։ Ոչ, հնարավոր է, որ պետք է թագոն։ Հնարավոր է, որ լավ հատված չլինի։ Հիմա նայեք, ես միանգամից կատարեցի գնում, չէ՞, քանի որ ես կարող եմ վատ սիտուացիայից նույնիսկ դուրս գալ։ Բայց դուք այդպես պետք է չանեք։ Ձեզ տվեց գնել սիգնալ, դուք բացում եք TradingView կայքը, կատարում եք ձեր իսկ վերլուծությունը, համոզվում եք, սա օգնական ծրագիր է, խնդրում եմ կարտացեք այս զգուշացումը։ Կատարում եք ձեր վերլուծությունը, եթե համընկավ ձեր վերլուծությունը այս ծրագրի վերլուծության հետ, ապա կատարեք գնում, բայց կետը նույնպես պետք է հաշվի առնեք, եթե տեսնում եք, որ լավ կետից չէ, օրինակ ես սխալ կետից կատարեցի գնում, արդեն իսկ մաքսիմում էր հասել, շատ էր բարձրացել և ես կատարեցի գնում։ Պետք է իջնի հասնի ինչ-որ աջակցման հատվածի և այդտեղից կատարես գնում։ Մենք ունենք Phoenix AI, հենց այսպիսի ծրագիր է նախատեսված OTC-ի համար, ուղղակի մի քիչ ավելի ժամանակատար ասելով մի 2 րոպե ձեզանից կխլի։ Բայց այնուամենայնիվ կա վիդեո, որտեղ որ ես բացատրում եմ ոնց կարելի է օգտագործել այս ծրագիրը։ Մենք ունենք Phoenix արդյունքների այսպիսի բաց ալիք, որտեղ որ դուք կարող եք ծանոթանալ մեր դիտորդների արդյունքներին։ Հիմա նայեք։ Մենք ունենք դիտորդներ, ովքեր որ շատ են ուղարկում իրենց արդյունքները։ Եվ այսպես շատ երկար ես կարող եմ ցուցադրել ձեզ մեր դիտորդների արդյունքները։ Դուք նույնպես կարող եք ուղարկել ձեր արդյունքը այս մեր բոտի միջոցով։ Մենք ունենք Phoenix օգնություն, որտեղ դուք ստանում եք այս մինիմալ ձեր տեխնիկական խնդիրների լուծումները։ Նայեք, ինչպես համալրել, ինչպես միանալ փակ ալիքին։ Նայեք, դուք պետք է գրանցված լինեք Pocket Option կայք մեր հղումով, խնդրեմ հղումը, և դուք պետք է ունենաք մինիմալ $20 ձեր բալանսին, որից հետո սեղմում եք սա և ուղարկում եք ձեր ID-ն, այսպես։ Ուղարկելուց հետո մեր admin-ը ստուգում է, եթե կատարել եք պահանջները, ապա անպայման ձեզ կտրամադրի մուտք մեր այս փակ VIP ալիք, որտեղ դուք կստանաք այս 2 օգնական ծրագրերը։ Այսքանը իմ սիրելի դիտորդներ ջան, մենք ունենք նաև բաց ալիք, որտեղ կան ձեզ հետաքրքրող բոլոր հղումները և լիքը լավ նորություններ։ Իսկ հիմա եկեք դիմավորենք մեր պլյուսը, որը որ մենք ստացանք մեր ծրագրի օգնությամբ։ Ես շնորհակալ եմ իմ բոլոր ակտիվ դիտորդներից։ Եթե չլինեիք դուք, չէր լինի նաև այս ալիքը։ Ցանկանում եմ ձեզ լավ օր և հաջողություն։